Բարև թարմացված նորություններով եթերում հորիզոնն են 5 դեկտեմբերի օրն ուրբաթ։ Խորհրդարանում այսօր տեղի են ունեցել ճեպազրույցներ։ Իշխող խմբակցության քարտուղարն անդրադարձել է եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։ Մեզ համար Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի, եւ մենք տարբեր մարդկանց միջոցով, ովքեր ծանոթ են հոգևորականների հետ պատարագի վերաբերյալ ճշտումներ են իրականացնում եւ մենք ըստ այդմ վարչապետն ըստ այդմ որոշում է մասնակցել այդ պատարագին թե չէ տվյալ հոգևորականը ուրեմն կիսում է եկեղեցու նորոգման օրակարգը թե չէ ըստ այդմ որոշում է կայացվում մասնակցել տվյալ պատարագին կամ չէ մասնակցել ցենզուրայի ստիպելու ճնշելու մասին որևէ ուրեմն խոսք չի կարող լինել շնորհակալ եմ Այսինքն ԱԱԾ-ն գնում է խնդրում է Նախ ԱԱԾ-ն ոչ միտեղ չի գնում, երեք ես կրկնում եմ վարչապետը մեկնաբանել այդ հարցը, նշել է, որ տարբեր մարդիկ, ելնելով այդ մարդկանց կապերից, ծանոթությունից, հոգևորական դասի ներկայացուցիչների հետ, այդ թվում այդ մարդկանց շարքում կարող են լինել այո ԱԱԾ աշխատակիցներ։ Վարչապետը երեք մանրամասն դա մեկնաբանել է, դա որևէ աղերս չունի հոգևորականներին ճնշելու, դրանց խոսքը ցենզուրայի ենթարկելու հետ։ Կապ ունի բացառապես նրա հետ, տվյալ հոգևորականները կիսում են արդյոք եկեղեցու նորոգման օրակարգը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում է։ Նախարարը մասնակցում է ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանը։ Միրզոյանի աշխատանքային այցը Վիեննա մեկնարկեց ԵԱՀԿ 32-րդ նախագահական համաժողովի պաշտոնական բացման արարողությամբ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը շփումներ է ունենում մասնակից պետությունների գործընկերների հետ։ Ուշագրավ էր Հայաստանի եւ Հունգարիայի գործընկեր նախարարների հանդիպումը։ Նախարարները վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում տեսնում են դրական դինամիկա։ Երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանություններ հիմնվեցին։ Տարածաշրջանային համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղված ջանքերին։ Հայաստանի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարները գոհունակությամբ նշել են օրերս Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն նոր ռազմավարական գործընկերության օրակարգի հաստատումը, ընդգծելով դրանով նախատեսված ուղղություններով ակտիվ փոխգործակցության հարցում անկեղծ շահագրգռվածությունը։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացման ճանապարհին Գերմանիայի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը։ Հարավային Կովկասի տրանսպորտային հանգույցի վերածվելու ներուժի արդյունավետ իրացումը կարող է վերափոխել տարածաշրջանն ու կարևոր դեր խաղալ փոխկապակցվածության ցանցի զարգացման հարցում։ ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ հանդիպմանն ունեցած իր ելույթում նախարար Միրզոյանը նշեց, որ աշխարհն էականորեն փոխվել է Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրումից հետո։ Արարատ Միրզոյանը կարծում է, որ գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում պետությունների ինքնիշխան հավասարության, պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիության եւ վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքները ավելի քան երբևէ արդիական են։ Նախարարական խորհրդի 31-րդ հանդիպման ընթացքում ին վերջին ելույթից հետո մեր տարածաշրջանում տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ, որպես ամենանշանակալին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարները վերջինիս որպես վկա ստորագրեցին հռչակագիր, որը հաստատեց խաղաղություն ԵԱՀԿ պատասխանատվության գոտու ամենաանկայուն եւ պատերազմից տուժած տարածաշրջաններից մեկում։ Վաշինգտոնի հանդիպումը Միրզոյանի գնահատմամբ նաև իրական հնարավորությունների պատուհան է բացել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման համար։ Ըստ նրա ընդլայնված փոխկապակցվածությունը ներառյալ թրիփ ուղու իրագործումը միտված է Հարավային Կովկասն արդյունավետ եւ անվտանգ տարանցիկ ու լոգիստիկ հանգույցի վերածելուն, կապելով Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ, դրանովից նպաստելով ոչ միայն տնտեսական բարգավաճմանն, այլև տարածաշրջանային անվտանգության ավելի լայն ճարտարապետությանը։ Հաջորդ կարևոր օղակը Միրզոյանը համարում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացումը, որն էլ իր հերթին կամբողջացնի տարածաշրջանի վերափոխման գործընթացը։ Մենք ակտիվորեն շարունակում ենք Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղված երկխոսությունը։ Այսօր ժողովրդավարությունները Հայաստանի արտգործնախարարի խոսքով բախվում են արագ վերափոխվող մարտահրավերների մի ամբողջ շարքի, որոնք փորձության են ենթարկում ժողովրդավարության դիմակայունությունը թե ներսից եւ թե դրսից։ Խառնածին սպառնալիքներն, այդ թվում ապատեղեկատվությունը, կիբերհարձակումները, արտաքին միջամտությունն ու մանիպուլյացիան, ինչպես նաեւ խոցելիության գործիքավորումը Միրզոյանի կարծիքով նպատակ ունեն ոչ միայն թուլացնելու պետական ինստիտուտները, այլև խարխլելու ժողովրդավարական կենսակերպը, քայքայելով հանրային վստահությունը եւ բևեռացնելով հասարակությունները։
Մինչ Հայաստանը պատրաստվում է հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին, մենք բախվում ենք նման մարտահրավերների աճող ալիքի հետ։ Այնուամենայնիվ ակնհայտ է, որ մենք շարունակում ենք վճռականորեն հանձնառու լինել ընտրական գործընթացը բարձրագույն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան իրականացնելու հարցում։ Համաձայն մեր համոզմունքների, մեր քաղաքացիների ակնկալիքների եւ ԵԱՀԿ մեր պարտավորությունների։ Ապա Վիեննայում Արադ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի, Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամին Հադադի, Ալբանիայի արտաքին գործերի նախարար Էլիզա Սպիրոպալի հետ։ Բոլոր հանդիպումներում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։ Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերների արդյունավետ հաղթահարման, Հայաստանի Հանրապետության դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Իսկ Արադ Միրզոյանի եւ Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր։ Արադ Միրզոյանը եւ Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ։ Վերջում նախարար Միրզոյանը ներկայացրել է TRIP ուղի ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող ակտիվ աշխատանքները։ Տիգրան Օվակիմյան, Հորիզոն։ Աղետից 37 տարի անց շարունակում ենք խոսել Գյումրիի անօթևանության չլուծված խնդրից։ Մասնագետների վերլուծությունները 88-ի երկրաշարժին սպիտակն ավերվել է 100%-ով, իսկ լենինականը 60%, բայց բնակչության թվով եղած ենթակառուցվածքներով պայմանավորված մարդկային նյութական վնասներն անհամեմատ մեծ էին այս քաղաքում։ Գյումրիում փլուզվել է 21500 բնակարան։ Այս տարիների ընթացքում կառուցվել ավելին 23000-ից ավելին, բայց բնակապահովման խնդրի լուծման քաղաքն առանց տնակների տեսնելու ծրագրերն անվերջ անավարտ են մնում։ 23 թվականի հաշվառման տվյալներով Գյումրիում այս պահին դեռ 2519 տնակ ու ժամանակավոր կացարան կա։ Գյումրիում հաշվառված տնակների թիվն այս պահին մոտ 3 անգամ ավելին է, քան անօթևանի կարգավիճակ ունեցող իրենց բնակարանի հերթին սպասող ընտանիքներինը։ Վերջին հաշվառման տվյալներով քաղաքի երեսին մնացած 2519 տնակներից, սակայն ոչ բոլորն են բնակեցված, իսկ բնակեցվածներից ոչ բոլորում են ապրում անօթևանի կարգավիճակով ընտանիքներ, որոնց մի մասն էլ այլ բնակավայրերից է եկել տնակում բնակվել։ Բայց 37 տարի հարցը չկարգավորելու ամենալուրջ պատճառը մնում է կորցրած բնակարանի դիմաց նույն մակերեսով փոխհատուցման որոշումը։ Անօթևան ընտանիքները դարձել են բազմանդամ, բայց փոխհատուցում ստացել են 1 կամ 2 սենյականոց բնակարան, որտեղ չեն տեղավորվել։ Մի մասը գնացել է, մյուսը շարունակում է ապրել տնակում։ Կիսված ընտանիքներ, բնակարանները վաճառած ընտանիքներ, հատկապես բնակարանների գնման վկայագրով բնակարաններ գնած ընտանիքներ, որոնք մենք ենք տեղյակ, թե ինչ ճանապարհով այդ ԲԳՎ-ն իրացրեցին, դրանք ելի մնացին տնակների մեջ։ Հրաժարման ԲԳՎ-ից ոչ անօթևանները հենց դրանք են։ Անօթևանի կարգավիճակ չունեցող, բայց փաստացի անօթևան 2134 ընտանիքների պատմությունները տարբեր են, ընտանեկան կարգավիճակները նույնպես։ Թե ինչպես են նրանք հայտնվել կամ մնացել տնակում, բոլոր այս պատճառները հաշվառման ընթացքում 2022 թվականին ստեղծված հանձնաժողովն ուսումնասիրել է։ Գյումրեցի Հակոբյանների ընտանիքի պատմությունը նման է այն հազարավորներին, որոնք ստիպված են մնացել ժամանակավոր կացարանում։ 88-ի երկրաշարժին մեկ սենյականոց բնակարան են կորցրել։ Այդ ժամանակ ընտանիքը 5 անձից էր բաղկացած։ Այժմ բազմանդամ են։ 2012 թվականին ստացել են մեկ սենյականոց 47 քառակուսի մետր մակերեսով բնակարան, որտեղ 9 անձով ապրելն անհնար էր։ Մեկ սենյականոց 9 անձ։ Ես եղավ որ արդեն մենք տեսա որ չի եղնի, հետագման ժամանակ ընդանրացրել են ընտանիքներին։ Ուզեի այդ մեկ սենյակը որպեսզի արդեն իմացա որ չկար հետագրում բնակարանի շինարարություն չկար, ստիպված վերցրեց այդ մեկ սենյականոցը մուշ թաղամասը։ Կորցրած մեկ սենյականոցի դիմաց ավելի քան 30 տարի անց մեկ սենյականոց բնակարանի փոխհատուցման պատճառով տնակը չքանդեցին ու ընտանիքի մի մասն այստեղ մնաց ապրելու։ Նույն պատմություններով ու կարգավիճակով ընտանիքների համար մշակվել է պետական օժանդակության նոր ծրագիր։ Կառավարությունը 2022 թվականից շրջանառվում է որոշման նախագիծ, որը նախատեսում է փուլային եղանակով տնակներում ապրող ընտանիքների բնակապահովման խնդրի լուծում։
Անօթևանության խնդրի փուլային լուծում առաջարկող նախագիծը Շիրակի մարզպետի աշխատակազմը ստացել է 2024 թվականին։ 2024 թվականին կառավարությունից ստացել ենք կառավարության որոշման նախագիծ քննարկման մասով, որից 150 ընտանիքներ պետք է օգտվեին բնակապահովման ծրագրից, պետական աջակցության ծրագրից, որից 101-ը պետք է մեկ սենյականոց բնակարանի մասով գումարային փոխհատուցում ստանային ֆինանսական, իսկ 49-ը պետք է ստանային կորցրած սենյակների քանակով բնակարանի գնման վկայագրեր։ Հիմա գտնվում է շրջանառության փուլում, մենք սպասում ենք արդյունքներին կառավարության նախագիծը որոշման դառնալու մասով։ Խնդրի լուծման տարբերակները դեռ մեկնարկին չեն հասել, իսկ անօթևանության խնդրի լուծման վերջնաժամկետ է հայտարարվել 2027 թվականը։ Բնակարանային ապահովման ծրագրեր վերջին մի քանի տարում իրականացվել են հիմնադրամների եւ սոցիալական բնակարանների տրամադրման միջոցով։ Վերջին 3 տարում Գյումրիում ապամոնտաժվել է 144 ոչ հիմնական շինություն, հիմնականում ջբնակեցված տնակներն են եղել։ Քաղաքապետարանն էլ վերջին 5 ամսում 41 տնակի բնակչի այլ հասցեներում ժամանակավոր տեղավորել է ու քանդել ոչ հիմնական շինությունը։ Մեր կողմից գույքագրվեց Վարդբախ թաղամասը, Սեղնահարգերը 58 թաղամասի, որոնք ազատ էին, բնակիչները լքել էին ու այսօր էլ արդեն դրանք պատրաստ են վերանորոգման քաղաքապետարանի միջոցներով մենք բնակեցրինք մարդկանց։ Բնակեցրինք նաև մոդուլային տնակներում ժամանակավորապես իհարկե։ Գյումրիում հաշվառված 2519 տնակներից միայն 285-ում են ապրում անօթևանի կարգավիճակ ունեցող ընտանիքներ։ Մյուսները կարգավիճակ չունեցող փաստացի անօթևաններն են։ Գյումրիի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի փորձագետը շեշտում է, որ 247 ընտանիքներն էլ նրանք են, որոնք չեն հասցրել մինչև 2008 թվականի նոյեմբերի 1-ը հերթացուցակում ընդգրկվել, հաշվառման համար փաստաթղթերն ուշ ներկայացնելու պատճառով։ Այժմ նրանց կարգավիճակ տալու խնդրանքով կառավարություն են դիմել։ Քանի որ 2008 թվականի նոյեմբերի 1-ը վերջնաժամկետ էր սահմանված, այս ընտանիքները դիմումները ներկայացրեցին նոյեմբերի 1-ից հետո։ Այսինքն հերթացուցակ չմտան, բայց այս ընտանիքները մեր մոտ հաշվառված են։ Այս ընտանիքների համար գրեցին կառավարություն, խնդրեցին կարգավիճակ, մեծ պատասխանել են, որ մինչև 2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակը անօթևանների հարցը լուծվելու է։ Տեսնենք ինչ որոշում կայացվի, ինչպես կորոշեն այդ հարցը լուծել։ Առայժմ անօթևանների հերթացուցակից դուրս մնացած ընտանիքների խնդրի միակ լուծումը մնում է դատական ճանապարհով կարգավիճակի վերականգնումը, որը սակայն ծախսատար ու ժամանակատար գործընթաց է։ Մինչ օրս այդ եղանակով մարզում 7 ընտանիք է կարողացել անօթևանի կարգավիճակը վերականգնել եւ բնակարանի գնման վկայագրով տուն գնել։ Եվս մեկ ընտանիքի պետությունը հաջորդ տարի ԲԳՎ կտրամադրի։ Մարինե Տերբինյան, Վահագն Բարակյան, Հորիզոն։ Գյումրիի հաղթանակի պողոտայի աջ ու ձախ հատվածները 30 տարվա մեջ փողոցաշինական մեծ ու փոքր ծրագրերում է եղել։ Կապիտալ ասֆալտապատումներից բացի գրեթե ամեն տարի միջին նորոգումներ են կատարվում, բայց պողոտայի մեջտեղով անցնող հաղթանակի այգին երբևէ հիմնանորոգումների ծրագրերում չի հայտնվում։ Այգու պահպանությունը սահմանափակվում է ծառերի էտումով եւ նստարաններ դներով, որտեղ ճեմուղին քանդված է, մետաղական ցանկապատերը վատ վիճակում։ Կանաչ գոտու խնամքով զբաղվելու նախաձեռնությամբ է հանդես եկել Գյումրիի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը, կանաչ տեսլական խորագրով նշանավորելով կամավորների միջազգային օրը։ Նաև մեր քաղաքն է եւ այն միջավայրը, որտեղ մենք ապրում ենք, եւ շատ կարեւոր է հոգ տանել մեր շրջակա միջավայրի մասին եւ այսպիսի նախաձեռնություններով զբաղվել, քանի որ բնապահպանությունը մի փոքր քայլ է մեր սերը ցույց տալու մեր տան հանդեպ։ Երիտասարդական թարմ էներգիան, ներուժը, թիմային աշխատանքը եւ քաղաքի հանդեպ պատասխանատու վերաբերմունքը ակտիվ երիտասարդներին համախմբել է քաղաքի կենտրոնի խնամքի վերանորոգման կարիք ունեցող հաղթանակի զբոսայգում։ Անհրաժեշտ եւ նպատակային բնապահպանական նախաձեռնությամբ երիտասարդները կարևոր ուղերձ են փոխանցում։ Ստեղծելով մաքուր, անվտանգ եւ կանաչ միջավայր, ոչ միայն բարելավում ենք քաղաքի տեսքը, այլև ձևավորում ենք համատեղ պատասխանատվության մշակույթ։ Մենք կենտրոնում ենք անում, քանի որ ուշադրություն է խթանում մեր գործողությունը,
եւ մենք ուզում ենք որպեսզի կամավորները ներառվեն նման ծրագրերի մեջ, դարձնեն մեր հասարակությունը ավելի ուժեղ, ավելի գիտակից եւ կփոխի մեր մտածելակերպը, կդարձնի ավելի հասուն։ Հայաստանը հենց մեր տունն է ու մեր տունը մենք պետք է հավաքած բանենք, որ ինչպես ասած հյուրերը կմնան, այսինքն մեր զբոսաշրջիկները տեսնեն ու ասեն մաքուր քաղաք է։ Կարծում եմ, որ էկոլոգիապես մաքուր լինելու դեպքում կլինի ավելի բարեկարգ, մարդիկ ավելի շատ կնստեն, կհանգստանան, իրենց հայրենի քաղաքում կվայելեն հանգիստը։ Բազմաթիվ երկրներում կամավորների միջազգային օրը հատուկ ուշադրության են արժանանում կամավորների ջանքերը, ուղղված աղքատության, սովի, հիվանդությունների, կրթության, շրջակա միջավայրի պաշտպանության եւ անհանդուրժողականության դեմ պայքարին։ Եվ ի վերջո այս ամենը նպաստում է մասնակցային միջավայրի ձևավորմանը, որն էլ իր հերթին օգնում է քաղաքային կառավարման համակարգին, խթանում հասարակական համախմբվածությունն ու կայուն զարգացումը։ Առավել նախագծային աշխատանքներ, որի ընթացքում օգնել եմ համայնքի զարգացմանը, այսինքն ինչ որ խնդիր տեսել եմ, բարձրաձայնել եմ ու դա քիչ-քիչ լուծվում է։ Մենք անում ենք այս ամեն ինչը, որ մյուսները տեսնեն, շահագրգռվեն այս եւս ներգրվեն այս ամեն ինչին, որ ունենանք մաքուր միջավայր, մաքուր քաղաք։ Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի կամավորների խմբերը այգին մաքրեցին տերևներից, պոլիէթիլենային պարկերում հավաքած աղբի տեղափոխմանն էլ օգնեցին քաղաքապետարանի կոմունալի աշխատակիցները։ Կամավորական աշխատանքին այդ ընթացքում միացողներ չեղան։ Երիտասարդները պատրաստված էին եկել, եթե նրանց կամավորական այլ ուժեր միանային, նրանց կապահովեին անհրաժեշտ գործիքներով ու այլ պարագաներով։ Մենք ուզում ենք ցույց տալ Գյումրիին, որ կամավորություն շատ կարևոր է, որ մաքրություն շատ կարևոր է, մեր բնություն շատ կարևոր է։ Before I was a very introverted person. Մինչ կամավորություն իրականացնելը ես շատ ներփակված էի։ Կարելի է ասել, որ նման կառուցողական միջավայրում լինելն ու գործելը իրոք օգնում է հաղթահարել վախերը, զարգանալ եւ զարգացնել հմտություններ, որոնք կյանքի տարբեր փուլերում կարող են օգտավեր լինել։ Այստեղ մարդիկ շատ ընկերասեր եւ բաց են, ինչը հեշտացնում է երկարաժամկետ եւ կայուն համագործակցություն հաստատելը։ Ուրախ եմ, որ այստեղ եմ։ Կարելի է այս մշակույթը զարգացնել Ֆրանսիայում եւս, ինչի պակաս այնտեղ նկատելի է։ Նախաձեռնությունը շարունակություն ունենալու նաև քաղաքի այլ վայրերում։ Գյումրեցիների սիրած Պաբեդայի այգին կառուցվել է հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակին։ 50-ականներին այստեղ ծառեր են տնկել, լենինականից ռազմաճակատ մեկնած եւ զոհված զինվորների հիշատակին։ Այգու մուտքը սկսվում է Բագրատունյա ծողակից եւ հասնում մինչեւ Տերյան փողոցի սկզբնամաս, որտեղ տեղադրված են Զորավար Անդրանիկի արձանը եւ մյուս հայդուկների կիսանդրիները։ Այգին երիտասարդ կամավորների ուժերով մաքրվում է, բայց այն բարեկարգման, նորոգման անհրաժեշտություն ունի։ 30 տարվա ընթացքում հաղթանակի պողոտայում իրականացված կապիտալ փողոցաշինական ծրագրերից դուրս է մնացել այգու բարեկարգումը։ Քանի որ ինքը քաղաքի բանուկ հատվածներից, կենտրոնական հատվածներից մեկն է, փորձեցինք հենց նախաձեռնությունը այստեղից սկսել։ Իրականում ավելի շատ ինքը աշնան հետևանքով մնացած չորացած տերևներ, իհարկե կան նաև ինչ-որ պլաստիկ թափոններ, այդ տեսակ բաներ, փորձում ենք դրանք հավաքել ու հավաքված աղբը հիմա բոլորը պարկերով առանձնացվելու են եւ համայնքապետարանը նաև մեզ մեքենա է տրամադրել, որը տեղափոխվելու է համապատասխան վայր։ Ես որ ծնվել մեծացել եմ, այս այգին եղել է։ Մեր սիրած այգիներից մեկն է եղել։ Ծառները երկաշարժից հետո սաղ ծառները կտրեցին, այստեղ շատ գեղեցիկ այգի էր, մարտաշատ այգի էր։ Սաղ մենք դասարանի երեխեքով միշտ այստեղ կնստեինք, կհավաքվեինք։ Իհարկե մի քիչ բարեկարգ չէ։ Հաղթանակի այգու, ինչպես նաև հարակից հանրային տարածքների, շատրվանների, հուշարձանների, համայնքային ենթակայության թանգարանների համալիր բարեկարգման ծրագրեր կան 2026 թվականին։ Քաղաքապետարանը նախատեսում է տեղական բյուջեից շուրջ 200 միլիոն դրամ ուղղել ենթակառուցվածքների վերանորոգմանը։ Հաղթանակի այգու համար մշակվում է նոր նախագիծ, որով նախատեսվում են լանդշաֆտային նոր լուծումներ։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։ Միջազգային լրահոսից Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դեյվենսը հույս է հայտնել, որ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլինեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Կարծում եմ լավ թե վատ մենք առաջընթաց ենք գրանցել, բայց մենք դեռ լիովին չենք հասել դրան։ Կարծում եմ կա հույս, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այդ առումով լավ նորություններ կլինեն, ասել է նա։ Միացյալ Նահանգների փոխնախագահը հայտարարել է, որ ինքը եւ ամբողջ Սպիտակ տունը հիասթափված են, որ ուկրաինական ճգնաժամը դեռ լուծում չի ստանում։
Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է, որ շարունակում է ջանքեր գործադրել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համար ու կարծում է, որ կկարողանա դրան հասնել։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը Սուրբ Ծննդյան տոնածառի լույսերը վառելու արարողության ժամանակ։ Ամերիկայի ղեկավարը հայտարարել է, որ իր երկիրն այժմ անվտանգ է եւ բնակչությունը կարող է հանգիստ նշել Սուրբ Ծնունդն ու Ամանորը։ Նա շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների զինծառայողներին, այդ թվում ազգային գվարդիայի քաջարի հերոսներին, որոնք ապահովում են խաղաղությունն ու կարգ ու կանոնը։ ՆԱՏՕ-ն ու Հյուսիսային Եվրոպայի պաշտպանության շտաբը տեղափոխելու է Միացյալ Նահանգներ։ Փոփոխություններ ուժի մեջ կմտնեն այսօր դեկտեմբերի 5-ին, որի առիթով արարողություն է տեղի ունենալու Ֆինլանդիայում։ Տեղափոխման մասին որոշումը բացատրել են նրանով, որ ՆԱՏՕ-ի հակառակորդները խմբավորված են ամբողջ աշխարհում, ուստի չափազանց կարևոր է առավելագույնս ամրապնդել Եվրատլանտյան տարածաշրջանը եւ դաշինքի դիրքերը հյուսիսում։ Նշվում է, որ Նորֆոլքում գտնվող ՆԱՏՕ-ի շտաբն արդեն պատասխանատու է Ատլանտյան օվկիանոսի, Արկտիկայի, Գրենլանդիայի, Իսլանդիայի եւ Նորվեգիայի միացյալ թագավորության անվտանգության համար։ Իռլանդիան, Իսպանիան, Նիդերլանդները եւ Սլովենիան հայտարարել են, որ բոյկոտում են 2026 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթը, քանի որ Իսրայելին թույլատրվել է մասնակցել մրցույթին։ Ժնևում կայացած հանդիպանը մասնակցել է շուրջ 50 հեռարձակող քննարկելու մրցույթի ապագան։ Նրանք քվեարկել են նոր կանոնների շուրջ, որոնք կոչված են խոչընդոտելու կառավարությունների եւ երրորդ կողմերի միջամտությունները անհամապատասխան կերպով առաջ մղելու իրենց ցանկալի երգերը եւ ազդելու քվեարկողների վրա։ Այս քննարկման անհրաժեշտությունը առաջացել էր այն բանից հետո, երբ Իսրայելի դեմ մեղադրանքներ էին ներկայացվել մրցույթում իր մասնակից Յուվալ Ռաֆայելին անարդար կերպով աջակցելու եւ առաջ մղելու համար։ Այսքան այս ժամի լրահոսում, ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։ Շին Պլազա, ձեր գնումը կարող է դառնալ տարվա ձեր ամենաթանկարժեք նվերը։ Մինչև դեկտեմբերի 20-ը կատարեք 120,000 դրամ եւ ավելի գնումներ Շին Պլազայից եւ մոտեցեք ձեր երազանքին մի մեծ քայլով։ Դեկտեմբերի 20-ի մեգա խաղարկությունը խոստանում է iPhone 17-ներ, վերջին մոդելի Samsung TV-ներ, հզոր պլանշետներ, թրենդային սմարթ ժամացույցներ։ Շին Պլազա, շինարարական աշխարհի վստահելի գործընկերն առաջարկում է ամրաններ, խողովակներ, անկյունակներ, տախտակների մեծ տեսականի։ Իսկ Շին Պլազայի բարձրակարգ ու գերդիմացկուն տանիքի ծածկերը ձեր ճիշտ ընտրությունն է ամուր, ապահով եւ երկարատև տանիք ունենալու համար։ Շին Պլազա, Քաղաք Գյումրի, Մովսես Խորենացի 66։ Դյուսոնն արդեն Գյումրիում է, Տերյան 84 հասցեում։ Դյուսոն խանութում ձեզ սպասում է մեծ տեսականի, օրթոպեդիկ ներքնակներ, առողջ եւ հանգիստ քնի համար, անկողնային պարագաներ, բարձեր, վերմակներ, կատարի